Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Իսրայել, որտեղ ելույթ կունենա Քնեսեթում։ Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է եւ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկարգավորվի։ Թրամփի այցին ընդառաջ Թել Ավիվի լողափին մեծ տառերով գրել են շնորհակալություն, որպեսզի վայրէջք կատարելի Սպիտակ տան ղեկավարը տեսնի այն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների վերադարձը պատմական իրադարձություն է։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ առջևում դեռ շատ լուրջ անվտանգային մարտահրավերներ են սպասվում։ Միևնույն ժամանակ Իսրայելում եւ Գազայում սպասում են պատանդների եւ բանտարկյալների վերադարձին։ Համասը Կարմիր խաչի միջոցով վերադարձրել է ողջ մնացած 20 պատանդներից 7-ին։ Նրանք նախնական ստուգում կանցնեն հիվանդանոցում եւ կհանդիպեն ընտանիքի անդամների հետ։ Պաղեստինցի գրեթե 2000 բանտարկյալները եւս ազատվել են իսրայելական բանտերից։ Այս ընթացքում Շարմ էլ-Շեյխում պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ։ Սեբաստիան Լկորնյուն, որը վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում, հայտարարել է նոր կառավարության կազմը։ Հոկտեմբերի 6-ին կառավարության կազմը հայտարարելուց 14 ժամ անց Լկորնյուն հրաժարական էր տվել պաշտոնավարելով ընդամենը 26 օր։ Այս անգամ նա խոստացել էր փոփոխել կառավարության կազմը, այնուամենայնիվ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն եւ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը պահպանել են պաշտոնները։ Պաշտպանության նախարարի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր հենց Լկորնյուն, վստահվել է Կատրին Վոտրինին։ Ծայրահեղ ձախ անկոտրում Ֆրանսիա եւ ծայրահեղ աճ ազգային ճակատ կուսակցությունները խոստացել են նոր կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն ներկայացնել։ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինային Թոմահոք հեռահար թևավոր հրթիռների տրամադրումը, եթե մոտ ապագայում չհաջողվի կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս հայտարարությանը նախորդել էր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեմաներից մեկը եղել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը։ Զելենսկին հայտարարել է, որ Թոմահոքներ ստանալու դեպքում Կիևը դրանք կկիրառի միայն ռազմական թիրախների դեմ։ Կրեմլում հայտարարել են, որ Կիևին Թոմահոք հրթիռների փոխանցումը լրջորեն կսրի իրադրությունը։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 80-ից ավելի անօդաչուի հարձակումը հետ մղելու մասին։ Զապորոժիեի մարզում ռուսական անօդաչուի հարվածից 2 մարդ է զոհվել։ Սումիի մարզում 2 մարդ վիրավորվել է։ Օդեսայի մարզում անօդաչուների հարվածներից հետո հագուստի պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է ուկրաինական 103 անօդաչու խոցելու մասին, որոնց հիմնական թիրախում եղել է Ղրիմը։ Թեոդոսիայի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև սահմանային բախումների հետևանքով երկու կողմերում տասնյակ զինվորականներ են զոհվել։ Օրեր առաջ Պակիստանն ավիահարվածներ էր հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի արևելքում գտնվող շուկաներից մեկին։ Թալիբանը պատասխան հարվածներ էր հասցրել Պակիստանին։ Շաբաթ եւ կիրակի օրերին փոխադարձ հարվածները շարունակվել են։ Քաբուլը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է, որ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի խնդրանքով դադարեցրել է հարվածները։ Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանը, հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ մնացել են Պակիստանի Կողմերի միջև լարվածությունը սրվել է, երբ Իսլամաբադը Թալիբանից պահանջեց գործողություններ ձեռնարկել Աֆղանստանի տարածքից Պակիստանի վրա հարձակումներ իրականացնող զինյալների դեմ։ Թալիբանը հերքել է այն պնդումները, թե իր տարածքում պակիստանյան զինյալներ կան։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հայտարարել է երկրում տեղի ունեցող հեղաշրջման փորձի մասին, երբ զինվորականները միացել են երիտասարդ ցուցարարներին։ Բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել զինված ուժերի նկատմամբ եւ նոր շտաբի պետ նշանակել։ Մադագասկարում արդեն 3 շաբաթ շարունակվող ցույցերի մասնակիցները դժգոհություն են հայտնում կառավարությունից։ Ըստ ՄԱԿ-ի ցույցերի ընթացքում ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել։ Նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։